Ողջույն բոլորին, այս տեսանյութում ձեզ ուզում եմ ասել լուսնի փուլերի մասին։ Յուրաքանչյուր ամսվա սկիզբ այն անպայման կլինի, որպեսզի դուք հասկանաք, թե որ օրն է լինելու նորալուսին, լիալուսին, որ օրն է լինելու նվազող լուսին, որ օրն է լինելու աճող լուսին, որպեսզի այլևս ձեր ներսում հարցեր չառաջանան։ 2026 թվականի աճող լուսինը հունվար ամսվա համար եմ նշում։ Աճող լուսինը դա հունվարի 1-ից 2-ն է ընդամենը։ Լիալուսինը տեղի կունենա հունվարի 3-ին, ժամը 14:04, դեռ մենք խոսենք այդ մասին։ Նվազող լուսինը կլինի հունվարի 4-ից մինչև հունվարի 17-ը։ Նորալուսինը տեղի կունենա հունվարի 18-ին եւ կրկին աճող լուսին կլինի հունվարի 19-ից մինչև 31-ը։ Եվ աճող լուսնի ժամանակ հունվարի 1-ից մինչև 2-ը, նաև հունվարի 19-ից մինչև 31-ը ընկած ժամանակահատվածում։ Հարմար գործունեություններն են. նոր ուղղությունների սկիզբը, սպորտը, առաջադրանքների իրականացումը, ուսումը, ֆինանսական ավանդների բացումը։ Իսկ անբարենպաստ գործունեություն են համարվում գումար տալը կամ գումար վերցնել պարտքով, դժվարություններից եւ անհաջողություններից բողոքելը։ Նվազող լուսնի ժամանակ, որը կլինի հունվարի 4-ից մինչև 17-ը, կարևոր ժամանակներն են հարմար զբաղմունքները, կարելի ասել, պարտքային պարտավորությունների մարումը, ավելորդ իրերից, որ հավաքվել է անցյալից, դրանցից ազատվելը, խաղաղության մասին հոգ տանելը եւ իհարկե հանգիստը։ Եվ ինչ պետք է չանել անբարենպաստ գործերը, դա նոր բիզնես սկսելն է, խոշոր եւ նշանակալի գնումներ կատարելը։ Հունվարի 3-ին տեղի ունենալու նորալուսին, լիալուսին կներեք, հարմար զբաղմունքներն են, հարմար գործունեություններն են, կարգի բերել ամեն ինչ, մաքուր օդում զբոսանքները, մեդիտացիան եւ սիրելիների հետ հանդիպումը։ Եվ անբարենպաստ իրադարձություններն են ֆիզիկական եւ հուզական գերծանրաբեռնվածությունը, կոնֆլիկտները, երկար ճանապարհորդությունները եւ թանկարժեք գնումները։ Իսկ հունվարի 18-ին տեղի կունենա նորալուսինը, հարմար իրադարձություններն են կենտրոնանալ ծրագրերի վրա, հանգիստ ձեր անձնականով զբաղվեք, անձնական գործունեությամբ զբաղվեք եւ անբարենպաստ իրադարձություններն են նախագծերի մեկնարկը, թանկ գնումները, ավելորդ ծախսերը, չափազանց շատ շփումը եւ ակտիվ ֆիզիկական ակտիվությունը։ Եթե ուզում եք հունվար ամսին ձեր մազերը աճեցնել, ապա բարենպաստ օրերն են հունվարի 1-ը, հունվարի 2-ը մինչև ժամը 15:09, հունվարի 22-ը ժամը 10:59-ից սկսված, հունվարի 23-ը, հունվարի 24-ը մինչև ժամը 11:10, հունվարի 26-ին մինչև ժամը 11:27, հունվարի 27-ը սկսված 11:43-ից մինչև հունվարի 28-29 մինչև 12:51, հունվարի 29-ը մինչև 12:51 եւ հունվարի 31-ին ժամը 14:33-ից սկսված։ Եթե ուզում եք մազերը դանդաղ աճեն, ապա կարող եք կտրել մազերը հունվարի 4-ին ժամը 18:10-ից սկսված մինչև հունվարի 5-ը ժամը 19:47, հունվարի 8-ին հունվարի 8 լույս 9 ժամը 00:11-ից մինչև հունվարի 9:10, արդեն հունվարի 9-ի իրիկունն են գնում 10-ի առավոտյան ժամը 01:29 եւ հունվարի 15-ին ժամը 18:00-ից հետո կարող եք կտրել ձեր մազերը, եթե ուզում եք աճը կանգնի։ Բայց ընդհանուր առմամբ կարող եք լսել նաև, թե երբ կարելի է կտրել եւ կտրելուց ինչեր են սպասվում ձեզ։ Իսկ լուսնային կանգնած օրերը, ժամերը կլինեն արդեն օրվա լուսնային տեսանյութում։ Նաև լուսնային ամբողջ 1 տարվա համար կանխատեսումները կարող եք նայել կամ լսել, եթե դուք գտնվում եք խմբում, փակ խմբում, որը վճարովի է, կարող եք այնտեղ մուտք գործել միայն վճարելուց հետո։
այդ ժամանակահատվածում այնտեղ կլինեն տեսանյութերը, որոնք որ տեղադրվում են այստեղ, բայց ոչ ոք չի տեսնում, դուք արդեն այնտեղ կարող եք տեսնել եւ որոշ տեղեկություններ, որը եւս այստեղ դեռևս դուք չեք լսում, այնտեղ կարող եք լսել։ Բացի դա էլ որոշ տեղեկություններ կան, որոնք դուք բացարձակապես այս ալիքում չեք լսում, բայց իրենք գոյություն ունեն։ Եվ դուք կարող եք գտնել նման տեղեկատվություններ ամբողջ տարվա ընթացքում այն մյուս ալիքում, իհարկե Telegram-ի ալիքում, որը գործում է միայն վճարովի հիմունքներով։ Այսքանը սիրելիներս, ձեզ մաղթում եմ յուրաքանչյուրիդ ամենալավ հունվար ամիսը, տարվա սկիզբն է դա, նոր ենք մտնում, նոր տարի եւ ինչպես որ մուտք գործեք, այնպես է կշարունակվի։